Ուրեմն մի առակ եմ ուզում պատմեմ, սիրելի բարեկամներ, երկու մարդ են լինում, մեկը հարուստ, մյուսը աղքատ, ու ամեն կիրակի գնում են եկեղեցի, իրար չեն ճանաչում, բայց միևնույն ժամանակ, ստացվում է այնպես, որ միևնույն ժամանակ են գնում, ու իրար հանդիպում են եկեղեցում, հարուստը մտնում է 2 վայրկյան, ինչ-որ բան է իր մեջ ասում, խաչակնկվում ու դուրս է գալիս, աղքատը մտնում է ժամերով խոսում է, ժամերով աղոթում է, առավոտից մինչև իրիկուն ու դուրս է գալիս եկեղեցուց, ու տենց շարունակ մի տարի անցնում է, իրար տեսնում են, բայց իրար չեն խոսում, ու այս աղքատը նկատում է, որ հարուստը ամեն անգամ ավելի լավն է դառնում, այս մի տարվա մեջ ավելի մեծ ձեռքբերումներ է ունենում, ավելի շատ է հարստացել, իսկ աղքատը ավելի շատ է աղքատացել, ու իր մեջ հարց առաջանում էլի նեղմ ասում է, ինչի՞ց է, որ ես այսքան հավատքով հավատացյալ մարդ, արդեն ծանկաչոք, սող եմ գալիս այս մի տարվա մեջ, շորերս ճղվել է արդեն, ավելի եմ աղքատացել, գալի աղոթում եմ ժամերով մինչև իրիկուն, ու ոչ մի բանի չեմ հասել, բայց հարուստը գալիս է 2 վայրկյան, մտնում, չգիտեմ ինչ ասում, խաչակնքում դուրս է գալիս ու ավելի է հարստանում, ասա պետք է հարցնեմ էլի հարստեն, տեսնեմ ինչից է, որ ինքը հարստանում է օրեցօր, որ չի աղոթում նորմալ, բայց ես աղքատանում եմ, մի օր էլ այդ կիրակնորյա այցերից մեկի ժամանակ հարցնում է հարուստին, ասում է եղբայր մի բան հարցնեմ էլի, ասում է, տեսնում եմ դու ավելի ես հարստացել, արդեն թիկնապաներով ես ման գալիս, մեքենան ավելի շքեղ մեքենա, ավելի թանկարժեք դարձել ես, մի տարի հետևում եմ էլի, որ դու գալիս գնում ես, միշտ իրար հանդիպում ենք, բայց ես ավելի եմ աղքատացել, շորերս արդեն քրքրված, արդեն սող եմ գալի եկեղեցի Աստծուն աղոթում եմ, ասում է, ինձ ոչինչ չի տալիս, բայց քեզ ինչի՞ց է, որ սենց տվել է Աստված ու ծաղկում ես, այս ասում է աղքատը հարուստին ասում է ինչ ես ասում, որ կասես ինձի գաղտնիքը, ասում է մտնում եմ եկեղեցի, հարուստն ասում, ասում է մտնում եմ եկեղեցի ու Աստծուն շնորհակալություն եմ հայտնում այն ինչ ունեմ, խնդրում եմ միայն ինձ առողջություն եւ ուժ, ու ասում եմ մնացածը ես ինքս Տեր Աստված, խաչակնկվում ու դուրս եմ գալիս, ասում ամեն անգամ երբ գալիս ես շնորհակալություն ես հայտնում, ասում ձեր բերածիդ համար, ասում հա շնորհակալությունս հայտնում եմ, խնդրում եմ միայն առողջություն եւ ուժ, մնացածը ես ինքս, աղքատին ասում ինձ դու ինչ ես անում, ասում ես խնդրում եմ Աստված ջան, ասում եմ ինչ կլինի ինձ լավ գործ տուր, հենա այս հարուստը այսքան հարստություն ունի, գոնե ես էլ սենց հարստանամ, ես էլ նորմալ կյանքով ապրեմ, ավելի եմ աղքատանում, հիմա որն է այստեղ կարևորը գործ ջան, պետք է մենք գիտակցենք որտեղ ենք մենք ու ինչ ենք ուզում, արդյոք նյութականն ավելի արժեքավոր է, քան հոգևորը, այսինքն Աստված մեզ տվել է բանականություն ու մնացածը մենք ինքս պետք է անենք, դրա համար պետք է մենք շնորհակալ լինենք ամեն օր այն ինչ մենք ունենք մեր ձեռք բերածների համար, ձեռք բերումների համար, շնորհակալ լինենք Աստծուց եւ ասենք Տեր Աստված, շնորհակալ եմ, տուր ինձ ուժ եւ առողջություն, մնացածը ես ինքս, իսկ Աստված կտա, ամեն ինչ կտա, քո ճանապարհը ցույց կտա, թե ինչպես շարժել, որովհետեւ դու նյութականի հետևից չես ընկնում, կարևորը նյութականը չի ժողովուրդ ջան, կարևորը Աստծուն ճիշտ դիմելն է, կարևորը որ դու ապրես Աստծով, կրես Աստծուն քո մեջ, քո հոգում լինի Աստված ու շնորհակալ լինես այն ամենի համար, ինչ ունես։ Մենք պետք է իմանանք մենք որտեղ ենք, եկեղեցին պետք է ճիշտ ձևով ընդունվի, եկեղեցու դերն ու նշանակությունը, Աստծո դերն ու նշանակությունը, նյութականը իր տեղում ճիշտ գնահատվի, թե որտեղ պետք է մտածել նյութականի մասին, որտեղ պետք է մտածես ինչ ձեռք բերես, ոնց ձեռք բերես, դա բիզնեսն է, դա մարդիկ են ում հետ պետք է խոսես, փող շահավետ, չգիտեմ քո բիզնեսի, քո նյութականի մասին, իսկ Աստծո հետ նյութականից չպետք է մենք խոսենք, Աստծուն պետք է մենք շնորհակալ լինենք, որ մենք կանք, որ մենք ունենք իր շնորհով, իր տվածով այն ինչ ունենք այսօր
ու միայն առողջություն ու ուժ խնդրենք, որ մնացածը մենք իր կամքով, Աստծով շարունակենք մեր ճանապարհը։ Այսքանը։ Սիրում եմ ձեզ, լավ եղեք։